Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, ասենք, լավ, հələ ասում է, ես ելնեի, Սեյրանը ելներ, վերադառնալով, բանին ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարկյան, խի փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լռություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող Սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լռություն դահլիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հալավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանեք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետքա այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող Սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող Սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք, որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ դե պետքա դրա վրա աշկ փակել, պետքա դրա վրա աշկ փակել, չի լինելու ժողովուրդ ջան։ Ամեն անգամը լինելու է պատասխան, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ։ Առաջին անգամը առհասարակ պատասխան չէ։ Երկրորդ անգամից սկսած լինում է պատասխան, պատասխանը անհամաչափ է լինելու, պարբերաբար անհամաչափ է լինելու։ Էդ էլ դեմ չեմ, էդ էլ կարաք փորձեք, ընդհանրապես դեմ չեմ, բայց պարոն Վարդևյան, ոնց է գալիս եք միջանձնային հարաբերություններից, այդ ամեն ինչը բանակի վրա պրոյեկտելուց եք խոսում։ Դուք նորից էլի մոռանում եք այն ձեր ընտրությունների ժամանակ, ձեր քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրողների վրա քֆուր դնող են գողեր, պոզեր, ինչ էր, չգիտեմ, պոզ ասելով ռոգ նկատի ունեմ, էլի այդ իմաստով նկատի ունեմ, ինչ էր դա, ասենք, ինչ կերպար էր դա, որ ընտրողների վրա հայհոյանք էր դնում, պարոն Վարդևյան, այդ շրջանակներում, օրինակ դուք այդ գողի հետ իրավաբանական խորհրդատվություն արել եք, թե ոնց է ճիշտ հայհոյանքը դնել, օրինակ պատրաստվում եք պաշտպանել նրա շահերը դատարանում, գնալ դատարանում ու վկայակոչել, ասեն, այ գիտեք ինչ 730,000 մարդու վրա հայհոյանք դրած տվյալ սուբյեկտը իրականում գործել է Հայաստանի Հանրապետության լավագույն շահից ելնելով, որովհետև միթե կարելի էր թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ու այդպես շարունակ, ես վստահ եմ դուք դա կկարողանաք անել։ Ժողովուրդ ջան, երբ որ մի բան խոսում եք, գոնե հետևողական եղեք, եւ վերջապես գալով տնտեսական ցուցանիշների։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի տնտեսությունը բացառիկ վերելքի վրա է։ Ու սա ընկալելու համար պետք է ուղղակի հասկանալ։ Սրանից 8 տարի առաջ մոտավորապես այստեղ ներկա հանրապետական խմբակցության անդամները, Հայաստան խմբակցության հետ աֆիլացված մյուս մարդիկ, երբ որ հանրապետականը մասնակցում էր ընտրությունների, այդ ընտրություններին բաժանում էին ընդամենը 10,000 դրամ ընտրակաշարք։ Այս ընտրություններին ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները բաժանել են 100,000 դրամ ընտրակաշարք։ Դատարանը կպարզի, հարգելի գործընկերներ, այսինքն փաստացի միայն ընտրակաշարքի փաստով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին 8 տարում աճել է ուղիղ 10 անգամ, հարգելի գործընկերներ։ Եվ ես կարծում եմ, սա փայլուն ցուցանիշ է։ Շնորհակալություն։